Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Աղազարյան, ձեր շուրջ աղմուկը չի հանդարտվում եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացրել ձեզ անձեռնամխելիությունից զրկելու հարցով։ Սպասելի էր այս որոշումը, սպասելի էր արդյոք նման վերաբերմունքը, ի վերջո դուք անկախացաք եւ քաղաքացիական պայմանագրի հետ կարծես թե այս պահին որպես թիմակից գործ չունեք։ Ինչու ձեզ հանգիստ չեն տալիս, ինչն է պատճառը եւ ինչու անպայման ձեզ զրկել մանդատից։ Նախ դատախազը երբ որ գալիս է ազգային ժողովի միջնորդությամբ անձեռնմխելիությունից զրկելու, դա չի նշանակում մանդատից զրկվել, դա նշանակում է, որ դատախազը թույլտվություն է խնդրում ազգային ժողովից, որպեսզի տվյալ անձի նկատմամբ, այդ այս դեպքում կոնկրետ իմ նկատմամբ հնարավոր լինի իրականացնել քրեական հետապնդում։ Հակառակ դեպքում ինչ չեն կարող որպես մեղավոր ասենք ներգրավել այս կամ այն գործին։ Հիմա սպասել էր, թե չէ, իհարկե սպասել էր, մի քիչ երևի թե ուշացավ, ուշացման պատճառները պարզ են, իմ համար ակնհայտ են, որովհետև այն երկու գործերով, որոնցով նախատեսվում էր այդ ամեն ինչն անել, սին դուրս եկան, դատարկ դուրս եկան ամենայն հավանականությամբ, եւ հետեւաբար վերադարձան այդ մանր երաշխավորական անձնների հետ կապված գործին եւ մի հատ նոր գործ այսպես կոչված իհայտ եկավ։ Իհայտ եկավ թե։ Թույլ տվեք այդ նոր գործի մասին։ Իհարկե, մենք հենց դրա համար ձեզ հրավիրել ենք, որտեղ հանրության մեջ էլ կան։ Ընդ որում դատախազությունը մանրամասն այդ գործերը կարծես թե փակագծերը բացած որոշակի ձևով ներկայացրել էր, հիմա լսենք ձեր։ Այո, ուրեմն ես մի 5-6 տարի առաջ ծանոթացա Արամ Մկրտչյան անունով մեկի հետ, ինչ-որ քննարկում էր աղբահանության հետ կապված քննարկում էր քաղաքապետարանի պաշտոնյաների հետ, չգիտեմ, լավ չեմ հիշում, թե ծանոթացա Արամ Մկրտչյանի հետ, ինքը ներկայացավ որպես մեկը, որ միջնորդական ծառայություն էր մատուցում տարբեր ընկերությունների, տարբեր անհատներին եւ հնարավորություններ ունի ներդրումներ բերել մասնավորապես աղբահանության ոլորտում եւ կառուցապատման ոլորտում։ Հետո խոսքի մեջ ինքը ասաց, որ մի որոշ ժամանակ պարոն Փաշինյանի հետ նույն խցում են, ասենք իրենց պատիժը կրել, ինքը դատապարտված է եղել ինչ-որ լավ չեմ հիշում թե ինչ հոդվածով, բայց պարոն Փաշինյանի հետ նույն խցում պատիժ են կրել։ Ես այդ մասին տեղյակ կայացի պարոն վարչապետին, ասեց, որ հա շփվեք պարոն Աղազարյան, բայց զգուշ եղեք։ Ասեցի, որ ինքը ներդրումների, բաների տարբերակները առաջարկում, ասեց շփվեք, բայց զգուշ եղեք։ Շփվեցինք։ Ի որոշ ժամանակ հետո ինքը ամուսնացավ, 60 տարեկան, մոտ երևի 47-50 տարեկան ամուսնացավ, եւ ես դառա իր սակադրության քավորը։ Ասենք մեր մեջ նաեւ ինչ-որ իմաստով բարեկամական հարաբերություններ ձևավորվեց։ Տարբեր հարցերով դիմում էր, ես պաշտոնյայի մոտ մի հատ գնամ առաջարկություն ունեմ, ես խնդրում էի ընդունում էին, ես պաշտոնյայի մոտ գնամ մի հատ առաջարկություն ունեմ, ես խնդրում էի ընդունում էին, մի քանի դեպքեր եղավ։ Հետո որոշ ժամանակ հետո ես հասկացա, որ այսինքն քավորությունը ինքը ավելի շատ օգտագործեց։ Դիմա ես այդ ժամանակ չէի իմանում, ասում եմ մարդա երևի ինչ-որ ներդրումներ բանաց, որ հարազատ մարդա, համել իր լավ բան անում թողանի։ Եվ որոշ ժամանակ հետո ես բոլոր այդ պաշտոնյաներին զանգահարեցի, խնդրեցի, ասեցի շնորհակալ եմ, որ դուք ընդունել եք իրեն, բայց սրանից հետո եթե դուք իրան հետ հանդիպում եք, չհաշվեք, որ ես ձեզ խնդրել եմ, դուք ինքներդ գտեք, եթե նպատակը հարմար եք գտնում, արժե, չարժե, ասեք ես բան չունեմ։ Այդ ընթացքում Արամը բան արեց, ասեց, որ Աչափնյակում կա մի դպրոց, Մոգենթաուերի անվան դպրոց, որը վթարային վիճակում է, փաստաթղթեր ուներ, ներկայացված, որ վթարային վիճակում է, եւ կան ներդրողներ, որ պատրաստ են այդ դպրոցը քանդեն, նոր դպրոց սարքեն, ժամանակակից, գերժամանակակից դպրոց սարքեն, ազատված հորներ տրվի իրանց, ինքը դե կառուցապատում անեն։ Մոսի շատ լավ գաղափար է, ոնց անենք, ոնց անենք, ասի քո ֆիրմայով հալավոր մի հատ ինձ նամակ գրի,
ես էլ քախշի նամակել եմ, տեսնեմ ինչ արձագանք կտամ։ Նամակը գրեց, ես քախշի նամակ գրեցի, քախշինից պատասխան ստացանք, մի քիչ ժամանակ տևեց։ Պատասխան ստացանք, որ իրենք չեն տեսնում այդտեղ որևէ բան, խանգարող հանգամանք, միայն ու միայն պայմանով որ ապահովված լինեն քաղաքաշինական բոլոր նորմերը, դա հեռավորություն։ Հետագան քայլերը պետք է արդեն արվեր արդեն քաղաքապետարանի հետ կամ չգիտեմ, պիտի իմանայի ինչ է։ Ես որ տեսա լրջանում է գործը, ասեցի Արամ ջան, ես պետք է ծանոթանամ այդ ներդրողների հետ։ Ես ասեմ, ես տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ եմ եղել միջև վերջերս։ Եվ հետևաբար շատ են դիմում այդ հարցերով, որպես օգնենք եւ այլ, օժանդակենք օրենքի հետ կապված բարձրաբանումներ տանք։ Բայց ինչը ձեզ ստիպեց ինչ որտեղ արդեն մի փոքր ավելի խորը մտածել այդ ուղղությամբ, պարոն Աղազարյան։ Շփումներից սկսեցիք մարդկանց ճանաչել, որովհետև այդ ընթացքում մոտավորապես ես միջնեք տղայիս համար մեկ տուն էինք ուզում բանանենք գրվեինք, ինքը իմացավ մասին, ասես լավ ծանոթ ընկեր ունի, ծանոթ կառուցապատող, շատ լավ տեղ բնակարաններ է սարքում, այդքան խոսենք։ Գնացինք, թանկ դուրս եկավ այդ բնակարանները, բայց դա ինձ ծանոթացեց կառուցապատողի հետ։ Բայց թանկը շարունակություն չունեցավ։ Մի քանի ժամ, մի որոշ ժամանակ հետո ինքը ասեց, ես բանը այդ կառուցապատողը մի հատ բան ուզում անել, ինչ որ ջրագից հասկացնի, չգիտեմ ինչ հասկացնի, քաղաքապետարանը համապատասխան թույլտվություն տա, մի քիչ ձգձգում է մարդու գործերը կան մեկարակ բանանեք։ Ես զանգեցի կոմունալ վարչություն, ասեցին, հա պարոն Աղազարյան, ընթացքի մեջ ուղղակի եղանակային պայմաններով երևի մի ամսվա ընթացքում կտակ։ Ես դե արդեն հասկացա, որ ինքը իմ բանս ֆեյսս տանում է ներկայացնում է եւ օգտագործում չհասկաց անհանգստություն ունեցա, որը կամաց խորացավ։ Եվ այդտեղ ես ասեցի պետք է ծանոթանամ ներդրողների հետ։ Այդ ընթացքում նաեւ զուգահեռաբար այս գործընթացների ինքը գիտե որ Վարդով է ապրում, գիտեր որ նոր տուն էի վերցրել հիպոթեկային եւ վերանորոգման հետ կապված ֆինանսական հնարավորություններ սահմանափակել։ Դες խոսակցության մեջ ինքը իմացավ, բան ասավ, ես կարող մի քիչ օգնեմ։ Դες որոշակի գումարներով մի տարուկես ընթացքում գումարներ տվեցին, որը ընդհանուր առմամբ կազմեց $8,000 համարժեք դրամ, $8,000, ասենք ինքը ինձ պարտքով, որպես վերադարձնեմ։ Թե երբ կվերադարձնեմ, այդ մասին մենք չէինք պայմանավորվել։ Այդ զուգահեռաբար եկավ այդ գործընթացը։ Պարտքը նախապես վերցրել եք, որից հետո սկսել եք արդեն մտածել այդ մարդու։ Այդ ընթացքում, որ ասենք վերջի 300,000 կամ 400,000 դրամը որ տվել է, որ ասենք ամփոփվեց, հետո հաշվարկեցինք 8,000, էլի։ Այդ ընթացքում արդեն պարզվեց եւ ինքը, որ տեսավ ես արդեն ուրիշ ձևով եմ իր հետ խոսում, գումարը հետ ուզեց։ Ասեցի ես միշև աշում գումարը վերադարձնեմ, դա արդեն երևի թե 23 թիվներ։ Հիմա ասեցի ես պետք է ծանոթանամ այդ ներդրողների հետ։ Հակառակ դեպքում ես ոչ մի չեմ շարունակի։ Մի քանի օր հետո ասավ են ներդրողները, որոնք պատրաստ էին, փոշմանել են ուշացնելու պատճառով։ Բայց ես ուրիշ ներդրող եմ ճարել։ Ասեմ ես ոչ այն ներդրող եմ ճանաչում, ոչ այն ներդրողն եմ ճանաչում։ Իմ համար ինչ տարբերություն, ով ուզում է լինի։ Հաջորդ քայլը պետք է արդեն իրենց հետ արվի։ Իրանք պետք է դիմեն քաղաքապետարան, ես խնդրեմ քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին ուշադրություն դարձնել, քննարկեն եւ այլ որոշում տան կամ չտան։ Լավ, վաղը չմիսօրը հանդիպենք Ազնավուր սրճարանում։ Վաղը չմիսօրը եկնում եմ Ազնավուր սրճարան, տեսնում եմ մի 4 ամիս 5 ամիս առաջ ինձ ծանոթացած մի երիտասարդ նստած ինքն ինձ ծանոթացրել, անունը Արսեն։ Ես մի քիչ տրամադրված նստած էր, մի քիչ հետո եկավ այդ Արսենի ինքերը ու խոսակցություն գնաց Փոխանցության իմաստը կայում էր նրանում, որ իրենք 15 միլիոն դրամ փող են տվել Արամին, ինչ որ մի հատ բան ծառայության համար։ Դե ես լավ չհասկացա։ Ասեմ, բայց թվերը հիմա այս խոսակցության մեջ դա ինչ կապ ունի, ինչ է դա հնչեցնում։ Դա ինչ կապ ունի մեր զրույցի հետ, երբ որ մենք պիտի այս թեմայով խոսանք։ Չէ, դե հնտնեց ուղղակի բանը, ասենք իրենք հասկացեցին, որ բանը այս նախագիծը Արամը պետք է տա իրանց իր միջնորդական ծառայության համար ինչ-որ շահույթ ստանալու տարբերակով։ Դե ես բաները չգիտեմ, ինքը միջնորդական ծառայություն եմ մատուցում, ասի ես չգիտեմ, հետո արդեն Արամն եկավ։ Ես ձեր հարաբերությունները չգիտեմ ինչ է, ես ուզում եմ դուք ով եք։ Որպեսզի դուք այդ ծրագիրը կարողանաք կատարեք,
Եվ ես ձեզ օգտակար լինեմ, պետք է ինձ ցույց տաք 2 միլիարդ դրամ ձեր հաշվին գումար կամ այդքան նյութական ապահովություն, շինքեր, շինություններ եւ այլ։ Հակառակ դեպքում ոչ ես կդիմեմ քաղաքապետարան։ Այսինքն երաշխիքներ եք։ Այո, եթե ես դիմեմ քաղաքապետարանը այդպիսի ծրագիր չի հաստատի։ Կարող է պատահի հանկարծ հաշվի առնելով, հարգելով ինձ, վստահելով ինձ, անի, բայց ես ինքս չեմ դիմի, որովհետև ես արդեն հասկանում եմ ձեր մտքերի ընթացքը։ Դուք ուզում եք ստանաք այդ թույլտվությունը, փոսը փորեք, առանց դպրոցը սարքելու, փոսը փորեք բարի նպատակով, որ շենքը սարքեք, փոսը փորած ժամանակ բնակարանները վաճառեք, այդ գումարը ձեր եկամուտը վերցնեք, դպրոցներ կառուցեք։ Իհարկե դուք ճանապարհի կեսից կփախնեք բնականաբար։ Իսկ շենքը չեք սարքի, ասի հետեւաբար, եթե չկա երաշխիք, եթե երաշխիքները տալիս եք, ես շարունակեմ զրույցը։ Եթե չէ, մենք զրույց չենք կարող, ասա մենք այդ երաշխիքները չենք կարող։ Դասը դες տեսու ձեզ։ Գնացի։ Դրանից հետո իմ Արամի հարաբերությունները էլ ավելի վատացավ։ Եկավ Երևանի ավականու ընտրությունների հետ կապված դրամահավաքը։ Դրամահավաքի ժամանակ այն կառուցապատողը ում հետ ինքից տանուց հասել էր, այդտեղ էր, մոտիկացավ ինձ, պարոն Աղազարյան, դուք Արամը ձեզ գումար տվել է, ասում հա, ինչքան, ասում $8,000, պարտքով վերցրել եմ, չէ, ուրիշ գումար, ասում ինչ գումար, ասում բայց իրան $25,000 փող եմ տվել, ինչ-որ բաների համար չգիտեմ ինչի, ինքը ասում որ տվել է ձեզ, էլ չի կարող ձեզնից վերցնի, որ հետո հետ վերադասնի ինձ, իմսեմ այդպեսի բան չկա։ Հետո Արամից հանդիպեցի խոսացի, ինչ էր, ստում է, ես դες բան չեմ ասել, եւ այլ, ուղղակի ես խնդրել եմ իրան մի քիչ ժամանակ տա գումարը հետ վերադասնեմ, բաները մարել, չեմ կարացել հələ տեղավորվեմ, ասի լավ, լսի, ինչ եմ ասում քեզ, ուրեմն ես իրան խնդրեմ սպասի, ինչքան սպասի, ասա երկու ամիս, ասի ես խնդրեմ իրան երկու ամիս սպասի, երկու ամիսից դասեր աշուն է, որ պետք է վերադասնեմ $8,000, եթե դու երկու ամսվա ընթացքում դու այդ գումարը չվերադասնես, ապա ես իրան կասեմ, որ ես $2,000 տալու եմ իրան։ Եղա պարոն Աղազարյան, այդպես ասեցի, բարձր սպասեց, ինքը չտվեց, ես $2,000 վերադարձեցի այդ մարդուն, այսինքն ես այդ փողը տվեցի։ Մի քիչ հետո արդեն, որ հարաբերությունը արդեն լրիվ արդեն խզվեց, այսպես կոչված, ինտերնետում բանում, թերթերում լուտ արասեց, որ ոմն գոհար, ինձ $23,000 փող ա տվել, շինթույլտվություն ստանալու համար օգնելու նպատակով, ես չեմ արել այդ ծառայությունը եւ հետեւաբար ինքը փողը ուզում է, ես փողը չեմ վերադասնում։ Աղմուկ բարձրացավ, ես ուսումնասիրեցի, տեսա կապը իր ու Արամի միջև, հայտնաբերեցի այդ կապը։ Գնացի ԱԱԾ, դիմեցի ԱԱԾ, ասեցի սպեսի բան կա ԱԱԾ-ի աշխատակցին։ Այսինքն զրպարտանք է եղել դա ձեր։ Դիմեցի ԱԱԾ-ին, ասեցի սես բան կա, ես ինչ անեմ։ Ասավ մենք դες պատասխանենք պարոն Աղազարյան։ 15 օր հետո պատասխանը հետևյալն եղավ, որ ինքը Արամը շատ լուրջ խնդիրներ ունի ֆինանսական տարբեր մարդկանց հետ, հետեւաբար պարոն Աղազարյան, որպեսզի այս ամեն ինչը բարձրաբավի որքան հնարավոր է, դուք պետք է դիմեք իրավապահ մարմիններին համապատասխան գործընթաց սկսելու համար։ Ես դիմեցի իրավապահ մարմիններին, որոշ ժամանակ հետո բանից քննչական կոմիտեից պատասխան ստացա, որ այստեղ նյութ չկա, որ մենք գործ հարուցենք։ Մեկն է Facebook-ում ինչ-որ բան ա գրել, ասել է, դա բան չի, էլի, որ ասինքն անհիմն բան է։ Փակվեց այդ թեման։ Թեման փակվեց զուգահեռաբար մեր կուսակցությունից այդ ժամանակ հեռացված ԿՊ-ի սինդիկատում հեռացված, դեռ չհեռացված մեկը կար Հայկ Նազարյան, դիմել էին իրան, որպեսզի այդ հարցը ինքը լուծի, այդ գոհարներ դիմել իբրև թե այդ աղմուկը բարձրացավ, կուսակցության մեջ իմացան, կուսակցության վերահսկողի հանձնաժողովը քննարկում կազմակերպեց, հրավիրեց այդ գոհարին, Արամին եւ այդ Հայկին Նազարյան եւ ինձ։ Եվ մենք այդտեղ քննարկեցինք այդ հարցը։ Տիկին, դուք մի երբևէ հանդիպել եք իրար հետ, դուք ասեք որ $23,000 փող եք տվել։ Խաչաձև հարցերի բանի արդյունքում պարզվեց, որ այդ ամեն ինչը հիմքից զուր կա եւ բանա բաժանվեցինք այսպես կոչված։ Հետո դրանից հետո պատասխան ստացա այս քննչական կոմիտեից, որ բան չկա, որ մենք հարուցենք։ Անցավ ժամանակ։ Հիմա դատախազը եկել է, այդ նույն գործը գցել է այդ այսպես կոչված բանի երջանավորների գործին մի ընդհանուր գործի մեջ, նույն գործը, տարբերությունը ո՞րն է։ Հիմա այդ նույն գոհարը չի ասում, որ ինքն է տվել այդ գումարը։ Այդ նույն գոհարը ասում է, որ իր ընկերուհին, ասինքն Արամի քույրիկը, իրան ասել է, որ Արամն է փող տվել, Արամն է տվել այդ գումարը,
եւ պետք է արդարությունը վերականգնվի, փողը պիտի վերադասվի։ Դրան հավելվել է եւս մեկ դրվագ, որ այդ 23000-ի շրջանակներում թե դրանից դուրս Արամ Մկրտչյանը, այդ Հայկն ասում Նազարյան, առանց Արամ Մկրտչյանի մյուս դեպքերում կա հեռախոսակցություն իմ ու Արամի միջև եւ այլ, այս դեպքում որևէ բան չկա, այդպեսի Արամ Մկրտչյանը իբրև թե իմ ընկերուհուն բանա հեռախոս եւ մատանյան նվերել ընդհանուր $8000 արժողությամբ։ Իմ բանով, խնդրանքով։ Ես գործուղման եմ եղել է ինձ հարազատ մարդու ծննդյան օրը, ես խնդրել եմ իմ սանիկին, Արամին, մի հատ հեռախոս առնի $60,000 անոց Samsung նվիրի, մինչև ես գամ հասցրել գլուծեմ։ Ինքը $60,000 անոց Samsung-ը առել է, մեկ էլ 60 կարող է 70 չեմ անում դա գիտե։ Ինքն ասես $80,000 փող ծախսել, ծաղիկներով եւ այլ։ Ես վերադարձա չեմ հիշում այդ $80,000 իրան վերադարձեցի անմիջապես, թե մենք գումարեցինք այդ մեր $8,000 մեջ, լավ չեմ հիշում այդ բանը։ Այդ է հիմա ավելացել, ես հայտարարում եմ, որ կյանքում, իմ ամբողջ կյանքում երբևէ որևէ մեկի միջոցով մատանի նվիրած չկամ։ Որևէ մեկին երբևէ որևէ մեկի միջոցով մատանի նվիրած չկամ։ Էսա հիմա Այս տարբերակը պարոն Աղազարյան, նորից ինչ որտեղ դիպչում են ձեր բարոյական, ընտանեկան, ամեն դեպքում աղմուկ ընկերուհի, մատանի, հեռախոս։ 60 տարեկան տղամարդը ընկերուհի չի ունենում։ 60 տարեկան տղամարդը ուրիշ բան է ունենում։ Իսկ ում որ ես հեռախոս եմ նվիրել, դա ինձ հարազատ մարդ է։ Հեռախոս եմ նվիրել, $60,000 դրամ։ $60,000 հեռախոս եմ նվիրել ծննդյանորվա կապակցությամբ։ Նպատակը ո՞րն է այս ամենի։ Այս գործերի ավելացման։ Դե հիմա բանա, որովհետև պետական գաղտնիքի, այսպես կոչված արտահոսքի հետ կապված բանը թեզը եւ թե դժվարացան հիմնավորել կոռուպցիոն, հակակոռուպցիոնում, ես էլ հիմա հանել են որ ես եմ դիմել ժամանակին տարիք ես արած բերեն այսպեսի մի քիչ աղ են ցանել այդ մատանու տեսքով բանի վրա այդ գործի վրա եւ ներկայացնում են հիմա նպատակը ո՞րն է դե նպատակը պարզ է ասենք պետք է այս աղմուկը բարձրանա որ ասենք падգամավորները տրամադրված լինեն որ քվեարկեն անձան մխելությունից զրկեն հետո կերևա թե ինչ-ինչ է իսկ ինչ եք մտածում ձեր նախկին ընկերներ այսպես ասենք ինչ դիրքորոշում կունենան Ես կարծում եմ բանը, որ իրանք կողք քվեարկեն ինձ անձան մխելությունից զրկելու եւ ես որևէ մեկի Դա նրանց անձնական որոշումը կլինի, թե նրանց ինչ որտեղ ճնշումներ կլինեն։ Որոշ մարդկանց վրա կլինի ճնշումներ, որոշ մարդկանց վրա, որոշ մարդիկ էլ բանական են իրենց անկեղծ մղումներով, որովհետեւ ճշմարտությունը բացահայտելու նպատակ հետապնդելով։ Հիմա փաստորեն հիմա ես ոչ չեմ կարող կանեմ ազգային ժողովի ամբողջ բանանեմ կներեք 1000 անգամ բարես համար կֆրֆռացնեմ որ ես տեսեք այդ մատանին $8,000 չափով մատանին ասենք բան առաջացնում էլի դες ինչ բաներ է բոլորը գիտեն իմ ապրելակերպը բոլորը գիտեն իմ ծախսը հակուկապը ունեցվածքը ասենք հետեւաբար այդ ձևի բանաները աղմուկ բարձրացնել հետո 4 ամիս հետո 5 ամիս հետո կպարզվի որ ընդ բանա հələ ես միջին մտածում եմ որ թյուրիմացություն կա ես հասկացամ տիկին Վարդապետյանին կարող է թյուրիմացություն այդի մտուշ խնդրեմ ուշադիր բանանեք նայեք էլի ինչ է թյուրիմացություն չի 4-5 ամիս հետո կալանքի տակ բայելուց հետո ասենք Հայկը կասի Նազարեն կասի չի ես ինձ սխալ էի հասկացել քանի որ Արամի միջոցով փետրվարից անցած տարվա փետրվարից Հայաստանում չի Եվ այդ բաները ցուցմունքները այսպես կոչված ինքը տեսաերիզներով տվել է Հայկին, Հայկն էլ որպես մարդու իրավունքների պաշտպան, արդարության ջատագով դիմել է իրավապահ մարմինին։ Այն ժամանակ ուրիշ ձևեր ուզում լուծել, հիմա այս ձևով լուծում հարցը բանան։ Կասի բանը, դե կներեք, ես սխալ էի հասկացել, տեսաձայնագիտությունը մի քիչ լավ չէր, ես սխալ էի հասկացել, ես իմ ցուցմունքը հետ եմ վերցնում։ Այդ մատանու պահը ես սխալվել եմ։ Պարոն Աղազարյան, արդեն արված է, ես դրան պատրաստ եմ եւ կալանքին եւ ամեն ինչին պատրաստ եմ եւ հետեւաբար Պարոն Աղազարյան, Արամի հետ կապած ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ նախապես զգուշացրել է, որ զգուշ լինեք։ Իսկ երբևիցե վարչապետը չի հարցրել ձեր այդ շփումները ինչ արդյունքներ ունեն։ Ինքը այդքան էլ այնպես չի, որ մանրուքները չի մոռանում, այնպես չի, որ ինքը իր ասածի ետևից երբևիցե չի։ Առիթ չի եղել։ Ես մեկ ուրիշի հետ կապված էլ վարչապետին
բանալեցի, տեղյակ պահեցի, որ ուզում է շփվի իմ հետ ինչ-որ հարցերի շուրջ, բան եւ նույնիսկ ուզում է իր հետ հանդիպի, իր ռեակցիան շատ խիստ էր, սարսափելի խիստ վիրավորական տվյալ անձի աման հետ կապված եւ ես դե բան ոչ բան չնախադեպեցի։ Արամի դեպքում ես չի ասի, որ իր ռեակցիան վատ էր։ Ասեմ, հա, շփվեք բան, բայց զգուշ եղեք, ես զգուշ եղել եմ, այնքան ոչքանով կարողացել եմ։ Պարոն Ղազարյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո ամփոփենք ձեր գործերի հետ կապված նաև հասկանանք ձեր տրամադրվածությունը ինչպես է լինելու, որից հետո անցնենք մեր ներքաղաքական եւ արտաքին աշխարհում։ Ես մի խոսք կասեմ բանի մասին, ման եւ ժառանգության մասին կա։ Շատ բարի, կարճ խոսենք կարճատև գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, նոյն տապանակրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պարոն Աղազարյան, փորձենք ամփոփել ձեր գործը, փաստորեն նոր շինծու գործ եւ նախկին գործը այդ խոշոր եղջերավոր անասունների հետ կապված։ Ման եղջերավոր անասունների կապված, եթե չոր գտակ մի 3 երևի 4 րոպե բանը գտեվի, Խնդրեմ, իհարկե։ Ուրեմն չգիտեմ որ փուլում այս պահին, դատական թե նախաքննական գործ արինում քրեական, վարորդական իրավունքների ապօրինի տրամադրման հետ կապված։ Եվ այդ գործի շրջանակներում հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է հետախուզազանգերի լսում այդ շրջանակներում։ Օրերից մի օր երկու հոգի խոսում են իրար հետ հեռախոսով, այդ ֆիգուրանտները, մեկի անունը Սլավիկ Պողոսյան, մեկի անունը Սլավիկ Կարապետյան։ Սլավիկ Պողոսյանը ճանաչում է Միքչև ես ահագի ժամանակա ճանաչում եմ, ճանաչել եմ Միկի Լոշկովից, մի 3-4 տարի, 5 տարի առաջ երևի, Սլավիկ Կարապետյանը մի անգամ տեսել եմ։ Իրանք իրար հետ խոսում են, Սլավիկ Կարապետյանը, Սլավիկ Պողոսյանն ասում է, որ sense հնարավորություն կա մանր եղջերավոր անասուններ արտահանել եմ իրացնել եւ փող աշխատել։ Բայց մի խնդիր կա, որ երբ որ գործընթացը անում ես, պետք է անասուններին բերես հատուկ տեղ, կարանտինի տեղ, որպեսզի անասնաբուժական ծառայությունները մատուցեն, նոր տեղափոխես։ Ասում եմ, այդ ընթացքում քաշ են գցում, էլի։ Աբոշխարները։ Հնարավոր էր, որ տեղում գային այդ ստուգումները անցկացնեին, բանանեին, այս կողմում շատ լավ։ Այդ հեռախոսազրույցումը, այնն ասում եմ, ես մոտ խոսամ Աղազարյանի հետ, ընկերս Աղազարյանը, խոսամ տնամ կարող օգնի մեզի։ Այդ Սլավիկ Պողոսյանը մի տարի առաջ ինձ դիմեց մի խնդրանքով։ Տենդեր ուներ, պետք է կիսախողովակներ անցկացնել գյուղերից մեկում, չէր հասցրել արել, ինձ ասաց չեմ հասցրել, որովհետև մի քանի գործ ունեմ, գումարները չեմ կարող ստանամ, չեմ կարող տեղավորվեմ։ Կարա խնդրեք տեղափոխեն այդ մի տենդերը, մի 10 միլիոնի չափանոց տենդեր էր։ Տեղափոխեն հաջորդ տարի։ Ես խնդրեցի նախարարությունում, տեղափոխեցին հաջորդ տարի։ Ասի դասի, Սլավիկ ջան, խայտարակ չանես, էլի, ամոթ է, բանը։ Չու։ Գարունը զանգից ասաց պարոն Աղազարյան, էլի գումարները չեմ կարող ստանամ։ Ընկերություն կա, որ այդ կիսախողովակները արտադրում է։ Կարա խնդրեք կիսախողովակներին ստան, ես տեղադրեմ, բանանեմ եւ այլ, հետո իրենց գումարը վերադարձնեմ, երբ գումարը կստանամ։ Համարը խնդրեցի տվեց համարը, զանգեցի, մարդիկ ընդառաջեցին, ասին հարց չկա պարոն Աղազարյան, 5 միլիոնի կիսախողովակ տվեցին։ Որոշ ժամանակ հետո այդ մարդը զանգում է, որ փողերը չի տալիս, պարոն Աղազարյան, սենց, ասի ես կզբաղվեմ։ Այդ որոշ ժամանակ հետո արդեն ամառն էր։ Հիմա այդ հեռախոսազրույցը այդ ընթացքում ա եղել, դրանից հետո դրանից առաջ ես չեմ կարող ասել։ Ամռանը զանգեց ինձ Սլավիկը։ Բա խոսալու բան կա պարոն Աղազարյան, ըստ երևույթին այդ հեռախոսազրույցից հետո տրամաբանորեն։ Ասեմ, Սլավիկ ջան, բան, վաղ խոսանք, հանդիպենք։ Չէ, շտապ, ասեմ, Ստեվանում եմ, տղերք հետ հանգստանում ենք, էլի, Կիրակի օր էր։ Չէ, շտապ, եթե բանա, մենք գարամ կամ Ստեվան։ Ասում դե լավ արի, ասում երևի, բանը, կռիվ դավի մեջ եմ մտել կիսախողովակների պատճառով, անհանգստացած, այդ ինչ ասում, կարողանանք կարգավորենք, հարթեցնենք, օգտակար լինենք։ Եկավ մեքենայով եկավ, ես այդ ճանապարհի վրա ինքն էլ մեքենայից դուրս եկավ, մոտ խոսած, մեքենայի մեջ ուրիշ մարդ չկար, ես չնկատեցի։ Այստեղ ես մի հատ բան անեմ, էլի, գործի մեջ կա բաներ, որ քրիթիան պարզվել է, որ 3 հեռախոս, ասենք իմ հեռախոսը, Սլավիկի հեռախոսը եւ պոտենցիալ այդ Աշոտի հեռախոսը եղել են նույն ալեհավաքի տիրույթում։ Հա, մեքենայի մեջ նստած եղել հեռու, ես իրան չեմ տեսել, ես իրեն չեմ խոսացել։
դա մեկը մյուսի հետ չի հակասում։ Եվ այդ հիմնավորումը մի քանի անգամ եմ բերել, այգում էլ իբրև թե այդ մարդը մոտիկ նույն լոկացիայի տակ ա եղել, հետո ինչ նույն լոկացիայի տակ ա եղել։ Կարող 50 մետր հեռու ա եղել նույն լոկացիայի տակ ա։ Ես իր հետ եմ խոսել, ես իրան չեմ տեսել։ Դա իմիջիալոց։ Եկավ ասել բանը, sense հարց կա, պարոն Աղազարյան, որ ընկեր ունեմ, կարող իմերատների հետ կապված պայմանավորվածություն կնքի բան, ոչխարներ պիտի արտահանեն, sense խնդիր է, էլի կարանտինի խնդիրը կարա կօգնեք, բանա որ այդ տարբերակը վարվի։ Ես էլ որ տեսա որ այդ կիսախողովակների հարցը չի, մի գինովցած էի, բան, ասես լավ իջան, այդ հարցը ես չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում։ Մի երկու հետո գանդիպենք, ես քեզ պատասխան կտամ։ Մի երկու հետո հանդիպեցինք, ես որոշակի ճշտումներ արդեն բան ունեի ուսումնասիրել էի նախագծեր, տեսա որ բանը խիստ կամնակարգված է եւ որևէ ձևի հնարավոր չի որ սարքավորումները, մարգավորումները չգիտեմ տանեն ուրիշ տեղ տեղափոխել, որովհետեւ խնդրանքը տրամաբանական է։ Երկու հետո հանդիպեցի, այդ ենթադրել Աշոտը այդտեղ էր այգում, ազգային ժողովի մոտ այգում, Սիրահարների այգում հանդիպեցի, ասեցի կներես Սլավիկ ջան, օգտակար չեմ կարողանում, որովհետեւ դա խիստ կամնակարգված է։ Ոայ ափսոս, մեկն է խոսում, ափսոս, ահագին մենք էլ մտածում ենք ահագին գումար կաշխատենք, այս կանենք, ասի կներեք, հնարավոր չի, ու թողեցի գնացի։ Դրանից հետո իբրև թե արդեն, իբրև թե ես Աշոտը Սլավիկը մի անգամ էլ ենք հանդիպում, բայց այդ հանդիպումը չի եղել, Աշոտից ես մի անգամ եմ հանդիպել։ Հենց այդ լոկացիաների մոմենտով բանման, իբրև թե մի անգամ էլ ենք հանդիպում, իբրև թե Սլավիկը ինձ կամ իրանք երկուսով ինձ առաջարկում են, որ եթե անեք, մենք կարանք ձեզ շնորհակալություն հայտնենք եւ այլ, իբրև թե, բայց այդ խոսակցությունը չի եղել։ Հետո էլի խոսակցությունը հեռախոսի իրաց մեջ Սլավիկը մեկին ասում Աղազարյան Հովիկը դրա համար $200,000 փող ա ուզում։ 200-ից 300,000։ 200,000 փող ուզում։ Բանը 100,000 սկզբից, 100,000 հետո։ Դա տնանք ես կոմենկոմ, եւ եթե նրանք մի կերպ հավաքում են $20,000, տալիս են Սլավիկին, ասում են չեն կարող բանը 20,000։ Իբրև թե Սլավիկն բերում է այդ գումարը որ տա ինձի, ես միարժում եմ ասում, չէ, պիտի 100,000 լինի։ Էսա իբրև թե։ Չի եղել այդպեսի բաներ։ Հետո բանը Սլավիկների նույն հեռախոսով ասում է որ sense Աղազարյան չի համաձայնվել $20,000 պետք է $100,000 տանք որ այդ գործընթացը։ Հիմա քննչական հակակորություն կոմիտեն այդ ամբողջ խոսակցությունը լսել է եւ ինքը չէր կարա վարույթ չհարուցել, որովհետեւ դա բնականաբար պետք է վարույթ հարուցի։ Վարույթ հարուցվել է, ինձ հացակննել են, պատմել եմ ինչ որ պատմեցի, հետո առերեսում եղավ Սլավիկի հետ եւ առերեսում եղավ Աշոտի հետ։ Այդ Աշոտը բայց որ եկավ առերեսման, այն Աշոտը չէր որ ես որ տեսել էի։ Բոլորովին այլ մարդ էր։ Ասեցի բայց կներեք էլի դուք այն Աշոտը չեք ումից տեսնել, ինչի՞ չէ նշանակում։ Բանա, չէ, պարոն Աղազարյան, ես եմ ուղղակի երևի մի քիչ արել եմ առողջական, ասեմ նիհարեք մի տարվա առաջվա հեռախոսում ես մի հատ նկար ունենք, բայց ցույց տվեք դուք այն Աշոտն եք ասել, ցույց տվեք որ այսպեսին եք եղել, հիմա այսպեսին եք դարել։ Ցույց տվեք, ասել դուք այդ Աշոտը չեք։ Բայց ենթադրենք թե դուք այդ Աշոտն եք, մի պահ ենթադրենք։ Դուք ինձ $20,000 փող եք առաջարկել։ Չէ, ես չեմ առաջարկել։ Բա ինչ $20,000 մասնախոս։ Ես Սլավիկի հետ բամանա ձևի որ վերջացավ այդ առերեսումը, հենց ասեցի լսի ինչ ես, խես ես բանանում էլի, ինչ կա որ խես ինչու ես բանում։ Դե հարցեր կարիս առողջական խնդիրներ ունեն պարոն Աղազարյանից ասեցին, եթե սեր չի, ապա կալանավորենք բան կանենք, ես կոմենկոմ ես հիմա բան եմ ասում, բայց այդպես ոնց կարելի է, էլի։ Այդպես դրանից հետո ոչ մի բան չեղավ, բացարձակապես ոչ մի բան չեղավ, եւ հիմա արդեն սկսել են եւ հանրությանն է տեղյակ պահում այդ գործերի մասին մանրամասն եւ Աննա Վարդապետյանը փաստորեն ձեզ այցի կգա։ Եվ ինչին եք պատրաստ, ինչին պատրաստ չեք։ Ջո բնականաբար ես պատրաստ եմ վատթարագույնին, որ իրանք անդրադարձություն ձգելուց հետո հակակոռուպցիոն կոմիտեն բանալ, միջնորդություն կներկայացնի բաներ, ինչ է կալանավորելու եւ այլ կտևի մի քանի ամիս, չգիտեմ ինչքան ամիս կտևի, բայց գործ չկա։ Գործ չկա։ Դա կարող եք համարել, որ ռեպրեսիաների ինչ որ շրջան է, ինչ որ Սա կարող ենք համարենք, որ իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այո, որովհետեւ ծիծաղալու է ամեն ինչ։ Իսկ Գյումրի ընտրություններին դուք բավականին ակտիվ եք փաստորեն։ Կարող ենք նաև կապել այս բոլոր դեպքերը, որտեղ ժամանակը դուք ասում եք ավելի վաղ պետք է արվեր այս ամենը, թողել են հիմա։
Հիմա փաստորեն մենք առաջիկայում ունենք Գյումրու ընտրությունները եւ դուք այնտեղ գնացիք ձեր ներկայացուցիչին ներկայացրեցիք, սատարում եք, մի խոսքով սա կապ ունի նաեւ Արտյոմ Թումանյանի հետ։ Քանի որ կարող պատահի առաջիկայում քիչ առիթ ունենամ շփվելու մեր հայրենակիցների հետ, եթե ցույց կտաք, մի հատ կոչով դիմեմ մեր Իհարկե։ Ես կոչով դիմում եմ մեր հայրենակիցներին ամբողջ աշխարհում, նրանք ովքեր որքանով որ ճանաչում են պարոն Ասլանյանին եւ ինձ, եւ ասենք իհարկե մի մասը մենք միանշանակ չենք ընդունում բոլոր դեպքերում բոլորի կողմից, նրանք ովքեր ճանաչում են մեզ, նրանք ովքեր որ հասկանում են մեր, կիսում են մեր մոտեցումները, խնդրում եմ կոչ եմ անում, եթե ունեն ազգական բարեկամ ընկեր Գյումրիում, դիմեն իրենց ծանոթանան մեր տեխնացուի հետ եւ հարմար գտնելու դեպքում իրենց զանետան մեր տեխնացուին Արտյոմ Թումանյանին։ Շնորհակալ։ Պարոն Աղազարյան, մենք զանգեր ունենք, քանի որ մեր ուղիղ ձևաչափը, ուղիղ հեռարձակումը հենց կապված է նրա հետ, որ մենք պետք է շփվենք նաեւ հեռուստադիտողի հետ, զանգ լինելու դեպքում մենք հնարավորություն կտանք մեր հեռուստադիտողին ձեզ հարց ուղղելու։ Սա ձեր գործի հետ կապված հիմա որպես Ազգային ժողովի падգամավոր, այսինքն մարդ, որ երկար տարիներ եղել է պայքարի ակունքներում եւ այլն, ինչ է կատարվում մեր շուրջը։ Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը միջև վերջ տանելու, այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Իմ հարցը ես պահեմ, փորձեմ լսենք մեր հեռուստադիտողին, լավ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարեզստիկին Պետրոսյան, բարեզես պարոն Աղազարյան, պարոն Աղազարյան, ես զարգահարում եմ գլնդելից ԱՄՆ-ի քաղաքացի եմ, ես լսեցի ձեր ասածը, ես կարդացի, որ ձեր դեմ այդ գործ է հարցված լուրերում եւ լսեցի ինչ որ դուք ասում եք, ճիշտ ասած ձեր այդ պատմությունը մի փոքր եւ խճճված եւ բարդ էր, բայց ես հասկացա մի բան, որ Փաշինյանը, վարչապետը ձեզ խորհուրդ է տվել լինել զգույշ, բայց դուք ներգրավել եք մի խարդախ անձի հետ։ Ասած եւ ինչպես դրա համար մեր մոտ Ամերիկայում կարող են մարդիկ պատասխանատվության ենթարկվել։ Նախ երկու հարց ունեմ։ Նախ առաջինը դուք ունեք քրեական արդյոք փաստաբան եւ արդյոք ձեր փաստաբանը ձեզ խորհուրդ տվել է եթերով խոսել ձեր գործի մասին, իդեպ եթե չունեք քրեական փաստաբան, ես ձեզ խորհուրդ կտայի անմիջապես ունենալ։ Եվ երկրորդ հարցը, դուք համաձայն եք, որ դուք ձեր անզգուշության համար պատասխանատվություն կրում եք եւ որ Հայաստանի ժողովուրդը արժանի է ազգային ժողովում ունենալ ավելի խոհեմ падգամավորներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Իհարկե, եթե իմ անզգուշությունը ունեցել է հետևանքներ, բնականաբար ես պետք է պատասխանատվություն կրեմ։ Բայց դեռ այդ հետևանքները պետք է կարողանան ապացուցել, որ ասեք, այս անզգուշությունը բերել է այս հետևանքին, դա հիմա անզգուշության մեծարի թե զգուշության մեծարի ինչ կապ ունի, եթե հետևանքը դատապարտելի է, պետք է պատասխան կրեմ, ես բնականաբար քննարկելու հարց չկա։ Իսկ վերաբերում ընդհանրապես այդպիսի գործընթացներին, ես չեմ կարող, ինձ հարյուրավոր մարդիկ են դիմել այսքան տարիների ընթացքում, տնտեսվարողներ, հարյուրավոր մարդիկ շատ օգնական են եղել, շատ հարցեր են լուծվել։ Ես չեմ կարող անմիջապես կողմնորոշվել, թե տվյալ մարդը ինչ նպատակ է հետապնդում։ Դա արվում է որոշակի քայլերի արդյունքում։ Ես զգացի իր հետ շփումների միջնամասը մոտավորապես զգացի իրական, ասենք, բայց կասկածանքով դպրոցը մնաց դպրոցի տեղում։ Այո։ Իսկ անասունների հետ կապված անասունները մնացել էին ոչխարները մնացել էին Հայաստանում։ Այսինքն հետեւաբար իմ այսպես կոչված նախ կապ չունի անասունների կապ չունի Արամի հետ, հետեւաբար իմ անզգուշ պահվածքը երբեմն մարդկանց վստահելու պահվածքը ես կարծում եմ, որ համենայնդեպս ոչ հասարակությանը, ոչ պետությանը վնաս չի հասցվել այդ հետևանքով։ Եթե կապացուցի, որ վնաս է հասցվել, բնականաբար ես պետք է պատժվեմ դրա համար։ Ինչ վերաբերում է փաստաբանին, շնորհակալ եմ, ես փաստաբան ունեմ։ Լսեք մեկ ուրիշ հեռուստադիտողի։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Տիկիմա, ես մի հատ հարց ունեմ մեր հյուրին։ Իհարկե, խնդրեմ։ Ես արդեն ամեն բանը թամում է, հիմա Թուրքիայից կորեսպոնդենտ են բերում, որ փողը բյուջետից վճարեն, որ ինչ այդ թուրքերը պետք է կան այստեղ Հայաստանում պետք է
գրեն բանանեն, որը բանանեն, ասա։ Լավ, հասկացանք։ Մի րոպե, ես ուրիշ բանել եմ ուզում ասել։ Ես էդի չեմ հասկանում։ Հարսի որով փեսին լավություն են անում ստե։ Լավ, ես ստիպված եմ ընդհատել, հարցը պարզեք, մենք հիմա դրա մասին էլ կխոսենք։ Անդրադառնանք իմ հարցին, Արեգ Հարությունյանը պնդում է, որ Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը միջև վերջ տանելու։ Ինչ Երկու հարևան են լինում։ Մի հարևանի տղան արդեն մոտիկանում է բանակ գնալու տարիքին։ Չի ուզում որ գնա բանակից։ Իր տղան։ Մի որոշ ժամանակ հետո այս հարևանը գնում է մյուսը հարևանը գնում է Ռուսաստան աշխատելու եւ այլ ու վերադառնում է ասում է հա Գևորգ ջան ինչ արեցիր բանա տղուց ազատեցիր բանա դրեդ գնաց ծառայեց մա չէ բախտը բերես մահացավ ավտոյտակ ընկավ մահացավ հիմա խաղաղություն աշխարհում մարդ չկա որ խաղաղություն չուզի չկա աշխարհում մարդ որ խաղաղություն չուզի Հիտլերն էր խաղաղություն ուզում էր հրեաներին կոտորել բոլշևիկներին վերացներ, Եվրոպայից մի 2 միլիոն մարդ կոտորեր եւ հաստատել խաղաղություն։ Ալիևը եւ Էրդողանը պակաս չեն ուզում խաղաղություն։ Իրանք ուզում են հայ ժողովրդին վերացնեն, տեղահանեն, չգիտեմ ինչ անեն եւ տարածաշրջանում խաղաղություն ստեղծեն։ Ունենանք։ Մենք ենք ուզում խաղաղություն։ Մենք ուզում ենք խաղաղություն, որպեսզի մենք մեր հարևանների հետ ապրենք նորմալ, բարի դրացիական կարգով, միջազգային օրենքերին ամենը բոլորը խաղաղություն ուզում են։ Հիմա հարցը դրա գինն է եւ դրա հետևանքները խաղաղություն կնքենք Հայաստան չլինի, դա մեր համար բանընդունելի տարբերակ է։ Խաղաղություն կնքենք եւ խաղաղության պայմանագրին հավելված լինի, որ փախստականները պետք է վերադառնան։ Դա խաղաղության պայմանագիր է, դա պատերազմի դեկլարացիա է, ցանկացած պահի սկսվելու։ Հետևաբար ոչ մեկը դեմ չի խաղաղության պայմանագրին, շատ լավ է, որ մեր իշխանությունները որոշակի հաջողություններ են արձանագրել այդ ուղղությամբ, բայց պետք է ամբողջական, այսպես կոչված, պատկերը պարզ լինի, որպեսզի մենք կարողանանք գնահատենք, թե մենք ինչ գինենք վճարում դրա համար։ Ընդ որում փաստորեն երկու կողմերն էլ այդ փաստաթուղթը ուզում են։ Ալիևը երեք մի քանի օր առաջ հայտարարեց, որ նույնիսկ ներկայիս կառավարության վրա հույս դնել չի կարող, եւ իրեն պետք է այդ խաղաղության պայմանագրի փաստաթուղթը։ Հա, որտեղ Ալիևը շատ ուժեղ վախենում է, որ Հայաստանը կրոպատայի հարձակվի իր վրա եւ բանը ռևանշիստները կարող են գալ պայմանագիրը որ կա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ որ եթե դու հարձակվում ես Թուրքիա, որևէ մեկը հարձակվում է Ադրբեջանի վրա, դա նշանակում է հարձակվում է Թուրքիայի վրա, եթե որևէ մեկը հարձակվում է Թուրքիայի վրա, դա նշանակում է հարձակվում է Ադրբեջանի վրա։ Հայաստանը 3 միլիոնանոց Հայաստանը վտանգ է սպառնում 90 միլիոնանոց երկու պետություններին, հզոր պետություններին վտանգ է սպառնում։ Ինչպես կասել դասականը իրոք, ասենք Ադրբեջանը խաղաղության պայմանագիր է ուզում, լավ անում ուզում է, պետք չի կնքելու։ Եթե իր բոլոր պահանջները անգրկած չլինեն։ Պարոն Աղազարյան, տեսեք, երեք վարչապետը անդրադարձավ նույնիսկ հաղորդակցությունների ապաշրջակմանը եւ լրագրողները պնդեցին իրենց հարցը կոնկրետ տվեցին, մեղրիով դուք միջանցք տալու եք։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, մի փոքր կարծես թե խուսափողական, բայց վերջում տրամադրված այո տալու ենք ճանապարհ եւ այդ ճանապարհը տալու ենք այնպես, ինչպես ես գրել եմ իմ հոդվածում։ Ինչի մասին է սա խոսում, ինչ ճանապարհ տալու մասին է խոսում։ Ես էսպես եմ Մենք ճանապարհ ենք ասում, նրանք ասում են Զանգեզուրի միջանցք։ Թուրք լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շղթեց, որ նման բան գոյություն չունի։ Այդ խոսույթը դուք եք ներառում այս իրավիճակների մեջ։ Մի խոսքով, ինչպես հասկանալ Նիկոլ Փաշինյանի տրամադրվածությունը, ամեն գնով մենք գնում ենք խաղաղության ում հետ եւ դուք եք ասում ինչ գին ենք վճարում։ Արդյոք սա գին չէ։ Չէ, ես չեմ կարծում, որ ճանապարհների ապաշրջապակումը դա գին է, դա հենց հարևանների հետ ապրելու նորմալ ձևերից մեկն է, պիտի մենք հարևանների հետ ապրելուց ցանկացած քայլում պետք է նաև հաշվի առնենք հարևանների դիտարկենք ամենակիչ հարևանների շահը։ Բայց դրանք հարևաններ են, ընդունենք միայն որպես նրանց հարևաններ, Չէ, հիմա ասած ապա այո, ճանապարհ պետք է տրվի, ճանապարհ, բայց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո, այդքան բան։ Եվ վերահսկողությունը անպայման պետք է լինի։ Վերահսկողությունը պետք է անպայման լինի Հայաստանի իշխանությունը։ Հիմա անդրադառնանք նույն էլի խաղաղության պայմանագրի։ Կարծես թե խաղաղության պայմանագրի գլխավոր պայմանը ըստ Ադրբեջանի
Մեր սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխություններն են եւ եվրոդիտորդերի հետ կապված եւ ԵՀԿ Մինսկի խմբի հետ կապված։ Մի խոսքով, այ երաշխիքները, որ մենք որոշակի ձևով ունենք դրսի մեզ համար, նրանք բոլոր այդ երաշխիքները ուզում են, որ չլինեն։ Այստեղ շատ լուրջ հարց առաջանում կամ երևի թե ես լավ չեմ հասկանում։ Օրինակ, համար եվրոդիտորդները Ինչ են խանգարում խաղաղության գործընթացին, եթե ոչ օգնում։ Բնականաբար օգնում են։ Ես չեմ կարծում, որ եթե հանգարցակի Հայաստանի իշխանությունները Հայաստանի ինչ ցնորական, ասենք, ինչ-որ մեկի մտքին գա, որևէ տեղ կուտակումներ առաջացնի, որ առաջիկայում ճեղքում իրականացնի դեպի Ադրբեջան, այդտեղ եւ եվրոդիտորդները որևէ արձագանք չունենան դրա նկատմամբ։ Կոնկրետ արձագանք ունենան։ Ասեմ, մեկ եկել ենք, որ տենանք ստեգնում չեք անում, դիտարկումներ եք անում, որպեսզի երկու ժողովուրդների մեջ խաղաղություն հաստատվի, դուք բան եք անում, մեկ էսկալացիա անեք, պարզ չի որ բանը։ Հետևաբար եվրոդիտորդների ներկայությունը, դիտորդների ոչ թե զինված ուժերի այսպես կոչված։ Որում իրենք ասում են հեռադիտակներով, չէ՞, հետևաբար բանը այս կետը հիմա ես չգիտեմ, շատ մանրամասներ չգիտեմ արդեն, այս կետի հետ կապված բանը ես անհանգստություն ունեմ։ Ընդ որում երկու կետի հետ կապված ասում են, որ արդեն փոխադարձ համաձայնություն։ Իսկ վերաբերյալ սահմանադրության հետ կապված ես խնդիր չունեմ, իրենց ասելով չի մենք շուտվանից որոշել ենք, որ սահմանադրությունը պետք է փոխվի։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում, նրանք պնդում են, որ մենք փոխենք սահմանադրությունը, բայց դա մեր ներքին։ Այո։ Բայց արդյոք ժամանակահատվածը չի համապատասխանում։ Մենք չպետք է տուրք տանք, որովհետև կարող է պատահի Ադրբեջանի հետախուզությունը այնքան լավ աշխատի, որ իմանա, որ օրինակի համար եթե Հայաստանի կառավարությունը այս բանը ընդունի, դա Հայաստանի ժողովրդի համար, Հայաստանի պետության համար շատ կարևոր դրական դեր կկատարի։ Ինքը կհնչեցնի այդ գաղափարը, որ ինքն է ասել, որ այդ բանը ընդունեն, ինչա մենք չընդունենք, ինչա ձևի բան շահարկում են անում, բայց եթե մեր պետության շահից է բխում, մենք ինչի չընդունենք։ Եվ հետևաբար սահմանադրությունը այո մեր ներքին գործն է, մենք պետք է այդ փոփոխություններ կատարենք, եւ այդ փոփոխությունը պետք է կատարվի ոչ շուտ, քան ազգային ժողովի արտահերթ կամ հերթական ընտրություններից հետո։ Մեր հեռուստադիտողը հարցնում էր, մենք փաստորեն ականատես եղանք թուրք լրագրողների հետ հարցազրույցի Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետությունում Երևանի կենտրոնում մի խոսքով եւ պարզվեց, որ նրանք եկել են մեր բյուջեի հաշվին, որքանով է դա արդար։ Դա չգիտեմ որքանով արդար թե անարդար, դա անհասկանալի։ Եվ ինչով է պայմանավորված։ Դա ամենակիչը անհասկանալի է, թե խմիտ օրինակ մեր բյուջեի հաշվին դա։ Դա ֆինանսական խնդիր չի։ Դա ֆինանսական խնդիր չի։ Կամ նրանց ներկայությունը կամ այդ հարցազրույցը ինչ է։ Այն որ թուրք լրագրողները Հայաստանում են գալիս են, խոսում են, հարցազրույցներ են վերցնում, ես դե ոչ մի դատապարտելի բան չեմ տեսնում։ Ես չեմ հասկանում, թե ինչու դա արվել մեր բյուջեի հաշվին։ Այդ իմաստով, էդի չեմ հասկանում։ Այդ փոքրիկ շտրիխները, երբ որ գումարում ես իրար, համանապատկեր է ստեղծում եւ որ ասում եմ խոսքը մեծի մոտ ասում եմ ջուրը փոքրին խոսքը մեծին, այսինքն հիմա մենք փոքրն ենք, իրանք մեծն են, հա, մենք էլ բանանակ էլի։ Իսկ ինչպես եք բացատրում, ինչպես եք հասկացել այդ ուղերձը։ Որը ուղերձ։ Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում ձեր այդ արած արտահայտությունը որպես ուղերձ հղեց նաեւ թուրք ժողովրդին, ջուրը փոքրին, խոսքը մեծին։ Եվ ընդ որում այնտեղ որոշակի ձևով նշեց, որ այն խոսույթները, որ կան հայերենում, կա նաև թուրք ազգի մոտ։ Երկար տարիներ հայ ժողովուրդը եւ թուրք ժողովուրդը ապրել են իրար հետ եւ հետեւաբար այդպիսի, այսպես կոչված մենք ենք ազդել իրանց մշակույթի վրա, իրանք են ազդել մեր մշակույթի վրա։ Բայց այսպես կարծես թե մենք ջնջում ենք, որ մենք մշակույթ ունենք։ Այդ չպիտի անենք։ Ավելի ճիշտ կլինի մենք շեշտադրում անենք այդ ձևով, ասենք բանա հիմա մենք գիտենք որ թուրքերը երբ են տարածաշրջանում հայտնվել։ Դուք եք մեզանից տարել այդ խոսույթները։ Մսկան բան։ Բայց փաստորեն ստացվեց որ բանը, այդ ասում եմ փոքրիկ շտրիխները հետո բանան։ Եթե հարցազրույցը դուք չեք հետևել, ես հարցազրույցի ձեզ հարցեր չեմ տա։ Բայց եթե դրա հետ կապված մյուս անգամ, հաջորդ անգամ կարծում եմ մենք ունենանք հնարավորությունը եւ հաջորդ անգամ էլ կհանդիպենք անդրադառնանք նաեւ այդ հարցազրույցին։ Պարոն Աղազարյան, տեսեք, Երևանի կենտրոնում ակցիաներ են, տնտեսվարողները, մակմանր եւ միջին բիզնեսի աշխատակիցները, տրանսպորտի բոյկոտը սկսվեց, կարծես թե չստացվեց այդ բոյկոտով 100 դրամին հասցնել տրանսպորտը։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը հենց այս ժամանակահատվածում ընտրել այս փոփոխությունները, բարեփոխումները։ Ինչ են տալիս դա նրան իմանալով ինքն էլ է հասկանում, որ վարկանիշի անկման խնդիր է առաջանում այստեղ։ Չէ, հարգանքի արժանի է այնպես այն իշխանությունը, որը պոպուլիստական ճանապարհով չի գնում։
Բայց ռեֆորմները միշտ ցավալի են։ Բայց դրանք պետք է մտածված լինեն, շատ պետք է մտածված լինեն։ Օրինակ ես եմ գտնում, որ բանը հարկային մեր օրենսդրությունը շատ թերի է։ Եվ այդ շրջհարկ եւ ավելացված արժեքի հարկ զուգահեռաբար գոյությունը շատ անհարմարություններ առաջացնում եւ չարաշահումների հնարավորություն ստեղծում տնտեսվարողների կողմից։ Հիմա, երբ որ հարկային բեռը ավելանում է, դա գիտեք ինչ կա, դա սարսափելի բան չի ինքնին։ Այս սարսափելին ուրիշ բան է։ Եթե հարկային բեռը ավելանում է ոչ հավասարաչափ բոլորի համար։ Եթե մեկի համար դա դառնում է հարկային բեռ, մյուսի համար դա դառնում է արտոնություն, որովհետև իր եղբայրը աշխատում է պատգամավորը պապան կամ եղբայրը աշխատում է հարկայինում եւ ինքը կարա շրջանցի, իսկ մյուսը չի կարողանում այդ բաներից օգտվել։ Այդ եւ ինքնա ճիշտ բիզնեսմենը ենթադրենք տնտեսվարողը ինքը բանա կործանվում է։ Իսկ եթե հարկային բեռը ավելանում է բոլորի համար հավասարաչափ, ապա դա ոչ մի սարսափելի բան չկա։ Այս խնդիրն է։ Մենք այդ հենքը չունենք այսօր, մենք այդ հնարավորությունը չունենք այսօր, մենք այդ կոռուպցիոն այդ դրսևորումները մենք այդքան չենք հաղթարել, որ կարողանանք այդ հարկային բեռի արդարությանը բանը ապահովել, դրա համար առաջանում է այդ դժգոհությունները, այդ է խնդիրը։ ընդ որում իշխանությունը տրամադրված չէ յետ կանգնելու այս այսպես կոչված բարեփոխումներից։ Իսկ ընտրություններից առաջ դա ինչ կտա իշխանությանը։ Հիմա հայտնի բան կար, չէ՞, մի հատ իմ հետ կապված Պարոն Քերեմյանի վիճաբանությունների եղավ ազգային ժողովի տհաճ միջադեպ կապված է մեքենաների ընկերությունների անցած տարվա տվյալներով, հոկտեմբեր ամսվա տվյալներով, հոկտեմբեր ամսվա տվյալներով 1 միլիարդ դոլարի մեքենա միջինասիայով գնացել է Ռուսաստան։ Միջինասիայով, դա պիտի Հայաստանով գնա Ռուսաստան։ Ընդ որում, դա ճշգրիտ մեծամասնությունը հայ տնտեսվարողներն են, իրենց գումարները վերցրել են, գնացել են Վրաստանի պետությանն են հարստացնում եւ այլ եւ այլ։ Այդ միայն այդ 1 միլիարդից, հələ մինչև հոկտեմբեր ամսվա տվյալներով 250 միլիոն չոր փող պետք է մտնել Հայաստանի բյուջե։ Չհաշված մուլտիպլիկատիվ էֆեկտը, դժոխփչողներ, մարզստավորներ, սարքողներ, ծախողներ եւ այլ, այդ չհաշված, որ փողը պատտվում։ 250 միլիոն պետք է մտնել այս բյուջե։ 250 միլիոնը պետք է նախորդ տարի հետեւաբար լիներ։ Այսինքն 500 միլիոն դոլար գումար մենք կորցրել ենք միայն այն պատճառով, որ ինչպես Բադասյանը ասեց ազգային ժողովի ամբիոնից, որ ինքը եւ Քարամյանը ասեց, որ ինքը եւ պարոն Բադասյանը նստել են եւ մեկնաբանել են օրենքը, իրենք մեկնաբանել են օրենքը եւ այդ ձևի գործել են եւ այդքան հսկայական վնաս են տվել պետությանը։ Վարչապետին էլ ասում ենք էդի ցույց ենք տալիս դնում ենք դեմը, ինքը ասում է դա ուրիշ խնդիր է, պարոն Աղազարյան։ Ինքը չի կարող ամեն ինչը ճիշտ է, ինքը ունի բնատուր խելք, որ հասկանում է շատ նրբություններ, բայց ամեն ինչ ինքը չի կարող պատկերացնել։ Ասում ենք, ասում է դա ուրիշ խնդիր է։ Այսինքն Քարամյանը 10 միլիարդ դրամ փող էր բերել ճշումներով, կալանքներով եւ այլ եւ այլ եւ այլ, 10 միլիարդ է տանում դրամը 20 միլիոն դոլար, 500 միլիոն դոլար կորցրել ենք։ Նվիրում ենք այլ պետություններին այդ հնարավորությունը։ Այսինքն ռեֆորմները լավ են, բայց եթե սենց սխալներ է թույլ տալիս, դա հետևանքները դառնում են շատ ծանր։ Տնտեսությունը, որ ես անցել եմ, որ չենք ապահովել 7%-ը չապահովեցինք, հիմա 5%-ի շեմադրված, թեժկարադրված մոռացել եմ, դա էլ չի ապահովելու այս տարի տնտեսությունը բանանում հետ գնում, որովհետև եւ ներդրողների պահանա եւ ամեն ինչն է։ Նկատի ունեք, որ տապալվում են այս ամենը, այս ոլորտներում այն ինչ որ սկսում են եւ որն է պատճառը։ Որոշ փորձագետներ գտնում են, որ ոչ մասնագիտական մոտեցումները եւ պատճառը հետեւյալն է։ Հասարակական կազմակերպությունների հետ էլ չեն, տնտեսվարողների հետ էլ չեն քննարկումներ անում եւ այո, հենց պատճառը դա է, որ Նիկոլ Փաշինյանը արդեն իրեն սպառել է որպես պետության ղեկավար եւ ինքը կամաց վերահասում ավտորիտար ղեկավարի եւ հետեւաբար ինքը որևէ մեկի կարծիքը չի լսում, մյուսներն էլ ասում են ժիրաֆ բարշոյ հիմո վիդնեյ, գուրորեն չհամարձակվելով հակառակվել եւ այլ, իրանց դնում են միամետի տեղ, հասկանալով որտեղ խնդիրներ կա, չեն բարձրացնում, որպեսզի չարժանանա վարչապետի այսպես կոչված բացասական վերաբերմունքին։ Գուցե ձեր օրինակը որպես բարձրաձայնողի դարձավ իրենց համար ինչ որտեղ ահազանգ։ Ասենք իմ հետ կապված այդ բանը նաեւ վարչապետը հետապնդել է այդ նպատակը։ Նաեւ այդ նպատակը, որտեղ իսկ քչերից եմ եղել ներխմբակցությունում, որ կարողացել եմ իսկ թույլ եմ տվել, ասենք տարբերվող կարծիք հայտնել, ոչ ինքնանպատակ, այլ տարբերվող կարծիք։ Երբեմն ճիշտ, երբեմն սխալ, բայց մենք էլ մարդ ենք, չկարողանք սխալ կարծիք հայտնենք, բայց տարբերվող։ Բայց մի երկու դեպք ա եղել, որ այդ իմ տարբերվող կարծիքը ճակատագրական նշանակություն ա ունեցել,
Եվ մարդկանց համար, եւ նաեւ պետության համար։ Միշտ տարբերվող կարծիքը, որ ես անընդհատ ահազանգել եմ փախստականների վերադարձը Հայաստան, Ադրբեջան եւ այլ, միշտ բացասական պատասխան եմ ստացել, որ այդ հարցը չի քննարկվել, պարոն Ղազարյան, չի քննարկվում, չկա օրակարգում Ադրբեջանի հարաբերությունների իմաստով։ Բայց դե վերջերս արդեն դարավ հրապարակային, որպես բանը երկու ժողովուրդների բարեկամության հաստատման, որպես մի ճանապարհ պետք է փախստականները վերադառնան, պետք է հայերը վերադառնան Սումգայիթ, պետք է հայերը վերադառնան Բաքու, Արցախ պետք է վերադառնան։ Ադրբեջանցիներն էլ պետք է ուզում են վերադառնալ։ Դա մի բանաձև ունի։ Եթե դու ուզում ես իսկական խաղաղություն, պետք է ասես հարգելի Ալիև, մեր երկու ժողովուրդները եղել են պատերազմական թշնամական վիճակում, հսկայական արյուն է հոսվել եւ ձեր կողմից եւ մեր կողմից։ Եվ այդ արյունը դեռ չի չորացել։ Հետեւաբար, եթե մենք այդպեսի քաղաքականությամբ հիմա շարժվենք, դա էսկալացիայի վտանգ է պարունակում իր մեջ։ Թողնենք դա մի 30-40 տարի հետո խոսանք։ Արարատ Միրզոյանը Հնդկաստանում ասում էր, որ այդ թշնամական էջը հնարավոր է փակել, այսինքն շրջել։ Դուք էլ եք, բայց դուք կարծես թե համամիտ չեք, որ դեռ ժամանակ է։ Դա այո, պետք է շրջել, բայց դա մեխանիկական process չի։ Դա մեխանիկական process է։ Դա այդ թշնամական էջը շրջելու ամենակարևոր արգումենտներից մեկը քու պաշտպանունակությունը բարձրացնելն է։ Բանակը, զինվելը։ Այո։ Եվ ես համաձայն եմ, որ հարևանների հետ, այդ թվում նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պետք է մենք ունենանք նորմալ հարաբերություն։ Միանշանակ համաձայն եմ։ Այլ կերպ հնարավոր չի։ Դուք ստեղ ես ապրում, պետք է այդ ամեն ինչը հաշվի առնես։ Եվ հետեւաբար այդ Եվրոպա պետք է մի քիչ։ Ինչ անեք։ Դուք դեմ եք, դուք Ես տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից եմ։ Ես տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից եմ։ Ես Եվրոպայի ինտեգրացիայի կողմնակից չեմ։ Պատճառները Պատճառները պատրաստ չենք, թե հեռու ենք։ Չէ, նաև պատրաստ չենք։ Նաև պատրաստ չենք։ Վաղ սա աշխարհներ ձգտում է եվրոպական արժեքներ։ Ռուսաստանը էլ ձգտում, Իրանում լիքը քաղաքացիներ կան, որ ուզում են եվրոպական արժեքներ, բայց դրա համար ժամանակ է պետք։ Պարոն Աղազարյան, մենք 1 րոպե ժամանակ ունենք։ Ինչ ունեք ասելու, որ կարևոր էր այստեղից Գյումրու ընտրությունների հետ կապված դուք կարծես թե Գյումրու ընտրություններում, ուրեմն Գյումրու ընտրություններում իշխող քաղաքական ուժը պարտություն է կրելու եւ դրա հետևանքով վարչապետը գնալու արտահերթ ընտրությունների։ Հենց Գյումրին լինելու է, այսինքն նախապայման է լինելու Գյումրին մեր արտահերթ ընտրությունների։ Դա վարչապետը օգտագործելու է թիմի նկատմամբ, որ թիմը իրան սպառել է, չկարողացանք Գյումրիում հաղթանակ տանել, հետեւաբար պետք է գնանք արտահերթ ընտրությունների, նոր թիմ ձևավորենք եւ այլ։ Եվ այդ պատճառով մինչեւ ամսի 10-12 ապրիլի վարչապետը հրաժարական կտա եւ այդ գործընթացը վստահ եք խոսում, պարոն Աղազարյան։ Ես միշտ եմ վստահ խոսում։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Աղազարյան այս մեր հաղորդման համար։ Հարկ լինելու դեպքում կրկին կարող ենք այս տաղավարում հանդիպել եւ քննարկել հարցերը բավականին շատ են։ Մենք էլ ենք շատ շնորհակալ, կհետևենք թե տեղի ունեցող հասարակական քաղաքական զարգացումներին եւ իհարկե հանրությունը նաեւ ուշադրության կենտրոնում է պահում նաեւ ձեր գործերի հետ կապված, որտեւ ամեն դեպքում երկար տարիներ եք իշխանության կողքին, թե նախկին, թե ներկա եւ հիմա էլ կարծես թե պայքարը դեռ շարունակում եք իրականացնել։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։